Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Մայիսի 26-ին Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կկայանա հանդիպումը արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Կարևոր իրադարձություն Հայաստանի տնտեսական կյանքի համար։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ախալքալակ կարճ երկաթուղին այսուհետև բաց է Հայաստանից արտահանման եւ Հայաստան ներմուծումների համար։ Սերդար Քլիչը ողջունել է ախալքալակ կարճ երկաթուղու բացումը։ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել դիմակայունությունը ու կայունությունը։ Չնայած արտաքին տնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին, այս մասին հայտարարել է գլխավոր դրամատան նախագահը Մարտին Գալստյանը, ներկայացրել է 2025 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Հերթական սկանդալային ձայնագրությունն է հրապարակվել։ Գաղտնալսումը կրկին առնչվում է ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել սոցիալական աջակցության մի շարք մեխանիզմներ։ Մայիսի 26-ին Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ կկայանա նրա հանդիպումը արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ախալքալակ կարճ երկաթուղին այսուհետ բաց է Հայաստանից արտահանման եւ Հայաստան ներմուծումների համար։ Վարչապետը նշել է, որ սա կարևոր իրադարձություն է Հայաստանի տնտեսական կյանքի համար եւ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ու Վրաստանի գործընկերներին։ Հայաստանը այժմ երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, Չինաստանի եւ Եվրոպական միության հետ, իսկ առաջիկայում նախատեսվում է նաեւ Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան եւ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության բացում Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։ Թուրքիայի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը ողջունել է ախալքալակ կարճ երկաթուղու բացումը Հայաստանից արտահանման եւ Հայաստան ներմուծումների համար։ X-ի իր միկրոբլոգում նա վերահրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը եւ նշել, որ սա նոր քայլ է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Քլիչը նշել է, որ նախաձեռնությունը կնպաստի նաեւ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ գործակցության զարգացմանը եւ կարևոր դեր կունենա տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման գործում։ Ռուսաստանցի պաշտոնյաները չեն հանդարտվում, նրանք մեկը մյուսին հերթ չտալով Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավին զուգընթաց ամենօրյա ռեժիմով հանդես են գալիս տարբեր հայտարարություններով, որոնք հիմնականում առնչվում են Հայաստանի հետ հարաբերություններին, Երևանի եվրոպական ձգտումներին եւ այդ համատեքստում գազի գնի հնարավոր փոփոխությանը։ Հերթական եւ արդեն որերորդ անգամ Կրեմլի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն է խոսել ռուսական գազի գնի մասին, նշելով, որ այն Հայաստանի համար ավելի քան արտոնյալ է, սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Նա ասել է, թե Ռուսաստանը մնում է հուսալի եւ պատասխանատու էներգակիր մատակարար բոլոր երկրների եւ հատկապես իր ամենամոտ դաշնակիցների համար, սակայն նման ռեժիմ անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, նկատի ունենալով իհարկե Եվրոպական միությունը։ Պեսկովը միաժամանակ ասել է, թե Կրեմլը լսել է Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ, հավելելով Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են եւ շարունակում են երկխոսության մեջ մնալ։ Ավելի կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել մշտապես տարօրինակ գրառումներով աչքի ընկնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը։ Նա եկել է այն եզրահանգմանը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դա պետք է ուղիղ ընդունել։ Նրան թվում է, թե տարբեր քաղաքական հոսանքների միջև մանևրելով կարող է արևմուտքում իր համար կեղծ հեղինակություն վաստակել, վտանգի տակ դնելով մեր երկրի հետ կապերը։ Նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան եւ ամբողջ ԵԱՏՄ-ն, նշել է Մեդվեդևը։
Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ խզելու Ռուսաստանի հետ քաղաքական տնտեսական մնացած բոլոր կապերը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։ Մենք տրամադրված ենք, ուզում ենք եւ ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները եւ խորացնել դրանք, նշել է արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել դիմակայունությունն ու կայունությունը, չնայած արտաքին տնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին, այս մասին այսօր հայտարարել է գլխավոր դրամատան նախագահ Մարտին Գալստյանը, ներկայացնելով 2025 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Նա անդրադարձել է բանկային համակարգի վիճակին, վարկավորման միտումներին, անշարժ գույքի շուկային եւ տնտեսության հիմնական ռիսկերին։ Կենտրոնական բանկը ներկայացրել է 2025 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ Հայաստանի ֆինանսական համակարգի ներկա վիճակին, արտաքին եւ ներքին ռիսկերին, նաեւ բանկային համակարգի դիմակայունությանը։ Կենտրոնական բանկի նախագահի խոսքով 2024 թվականին եւ 2025-ի սկզբին Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանել է կայունության բարձր մակարդակ։ Ըստ այդմ բանկային հատվածում կապիտալի եւ իրացվելիության ցուցանիշները շարունակում են մնալ սահմանված նորմերից բարձր, իսկ վարկային պորտֆելի որակը վերահսկելի։ Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը շուրջ 82%, կապույտը գծապատկերում կամ եթե բացարձակ թվով արտահայտված ասենք, դա մոտ 12 տրիլիոն դրամի մասին է խոսքը։ Ինչով պայմանավորված ֆինանսական կայունության հաշվետվության մեջ առավելապես ներկայացված են ավանդաբար բանկային համակարգի ընթացիկ զարգացումները, հնարավոր ռիսկերը եւ այդ ռիսկերին դիմակայելու գնահատականները, այսինքն սթրես տեստերը։ Ակտիվների մեծությամբ երկրորդ տեղում կենսաթոշակային ֆոնդերն են 9.3% մասնաբաժնով կամ շուրջ 1.5 տրիլիոն դրամ, որոնց ակտիվները աճել են ավելի արագ, քան մյուս բոլոր սեգմենտներին, այսինքն չնայած որ այս պայծրությամբ իրանք տեսակարար կշռով դեռևս մնում են ցածր, բայց այնուամենայնիվ աճի տեմպը օրինակ անցած տարի բարձր է եղել նույնիսկ 30%-ից։ Մարտին Գալստյանը նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումները, միջազգային շուկաների տատանումն ու տարածաշրջանային անորոշությունները շարունակում են ազդեցություն ունենալ տնտեսության վրա, սակայն հայկական բանկային համակարգը կարողացել է պահպանել ճկունությունն ու դիմակայունությունը։ 25 թվականին բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրված վարկային պորտֆելը գրանցել է շուրջ 23% աճ, բանկային համակարգի ավանդային պորտֆելի աճը կազմել է 13%։ Վերջին 3 տարվա ընթացքում վարկերի աճը գրեթե կրկնակի գերազանցել է ավանդների տարեկան աճին, ինչը նշանակում է, որ տնտեսության վարկային բարձր պահանջարկը ֆինանսավորվել է նաև բանկային համակարգի կապիտալի հաշվին։ Անդրադարձ կատարվեց նաև հիփոթեկային շուկային, անշարժ գույքի գնումների շարժին եւ բնակչության վարկային բեռին։ Կենտրոնական բանկի նախագահի գնահատմամբ վերջին տարիներին գրանցված ակտիվ աճից հետո շուկայում նկատվում է հարաբերական հավասարակշռություն, սակայն վերահսկողությունը շարունակում է խիստ մնալ, հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով։ Այստեղ բանկա իրավիճակ կա, որ մենք ունենք գների որոշակի թեթև աճ, բայց վարձավճարների նվազում, այսինքն դու ինվեստիցիոն տեսանկյունից ես նայում, քո համար որպես ինվեստիցիա ինքը դառնում է ոչ այդքան գրավիչ, քան նախկինում էր, ուստի մենք կարծում ենք, որ ստեղ ներդրումային գրավչության կարող է որոշակի նվազում տեղի ունենալ։ Միևնույն ժամանակ վերջին տարիներին շինարարության ոլորտի վարկավորման բարձր աճ եւ շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի շարունակական աճը անշարժ գույքի պահանջարկի աստիճանական հագեցվածության պայմաններում կարող են ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման եւ շինարարական վարկերի գծով վարկային կորուստների ավելացման ռիսկեր։ Չնայած այդ ռիսկերը, եթե ես համեմատեմ օրինակ մի քանի եռամսյակ առաջ կամ մի քանի տարի առաջ մեր կողմից արձանագրված նույն ռիսկերին, կարող եմ ասել կամ փաստել, որ առնվազն իմ զգացողությամբ մենք էական խնդիրներից զերծ ենք մնացել այդ ոլորտում։
Կենտրոնական բանկը նաև ընդգծում է, որ թվային ֆինանսական ծառայությունների ընդլայնումն ու տեխնոլոգիական զարգացումները նոր հնարավորությունների հետ մեկտեղ ստեղծում են նաև կիբերանվտանգության լրացուցիչ մարտահրավերներ։ Ըստ Կենտրոնական բանկի նախագահի այդ ուղղությամբ շարունակվում են վերահսկողական եւ կարգավորող գործիքների կատարելագործման աշխատանքները։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 25 թվականին մայիսի 1-ից ուժի մեջ է մտել 0.25%-ային կետով կապիտալի հակացիկլիկ բուֆերի բարձրացման Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը տարվա հետագա եռամսյակների վերջինիս դրույքաչափը պահպանվել է անփոփոխ 1.75 մակարդակի վրա։ Մարտին Գալստյանը վստահեցրեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է մնալ կայուն եւ ունակ է դիմակայելու հնարավոր արտաքին ցնցումներին, պահպանելով ֆինանսական միջավայրի բնականon գործունեությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խոզարկություններ են իրականացրել Ավանում ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակում։ Ձերբակալվել է 5 անձ, խոզարկությունները իրականացվել են ընտրակաշարք տալու ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հայտնել են հակակոռուպցիոնից։ Իդեպ տվյալներ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի մի շարք քաղաքացիների տեղափոխումը հանրապետություն, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Մանրամասները տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Այդ փոխտվողը, ոչ թե փոխտվողը, այդ հարցերում, չգիտեմ, բենզինալցակայանը, գազալցակայանը կամ դիզելը կամ ուտելիքը, այդ փողերը գնա նախկեր էլի, իրանով ալնում։ Ասենք կմինայի, ահագին ժողովուրդ են տարել դե, իմիջելոց այդ որասի, մենակ մի 35 հոգու չափ, էտապն է, էլի, վախին ասենք մի 10-12 կար ավելացրել եմ, հայկական անձնագրերով են, ասենք, որ պետք լինի, ասենք, կարան գա, ոչ թե մասնակցեն, մի իրանց ընդ է ուզում եմ զբաղացնել, բայց մի քիչ լուրջ պրոյեկտներ է, էլի։ Մենք էլ այդ ժողովուրդին կոկարտիկով բանի որ հասնի, ասենք, երբ է պետք վերել ստեղ։ Մինչև մի քանի օր առաջ, էլի 10 օր առաջ խոսքի։ Հուլիսի 7-ին, то есть գրուպը գավերը հենց պրազնիկները սկսում է մեկը բան, դրանից այդ պրազնիկների վաղ գա։ Չարս էլի տոմսերն էլ կակաստրովում, չէ՞։ Աշխիս հետ ավտոբուս մտածեք վարձեք դերեք։ Ես պետք է մայիսի սկզբներին գնա, տոմսերը արդեն նայում, լավ կապացել է։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելներ, մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Ռուսաստանից մասկայից կոնկրետ ասում են, որ հանգարց եթե անգամ անցնի էլ Նիկոլա։ Переворот Ով ուժեղ տղա է, հիմա կոնկրետ առնչվան 830 հոգի, հայ Կալիստեղ Ռուսաստանի 830 հոգի, այդ ֆիրմայում հայ աշխատող կա։ 830-ին, ասում է տնօրենը, իր ազգանունը ռուսագանը ջոգեր, բայց ինք հայ է, իր մերը հայ է։ Սաղ, վաղը չմյուս օր, ամսի 15-ին, ասաց 32 հատ մեքենա, իր ֆիրմա ավտոն է ասել է կլորիս։ Լծվեք Հայաստան։ Էդի այդ ֆիրմի, ինը կրասեն ասկում եմ աման։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն եւ ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականon ընթացքը խաթարող գործողություններից։ Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի եւ խիստ ստուգում, ինչպես նաեւ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար անկախ դրանց կատարման վայրից եւ ներգրաված անձանց շրջանակից։
Ռեֆորմիստների կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հայտարարել է, որ ընտրությունների իրական պատկերը որոշվելու է ոչ թե հարցումներով կամ կանխատեսումներով, այլ հունիսի 7-ին Քվյատոփի մոտ երկկողմնորոշված եւ դեռ չկողմնորոշված քաղաքացիները կատարեն իրենց ընտրությունը։ Ռեֆորմիստների կուսակցությունը շարունակում է քարոզարշավը, քաղաքացիներին ներկայացնելով իր քաղաքական թիմն ու ծրագրային մոտեցումները։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է։ Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը շեշտում է, ընտրություններից առաջ տարածվող կանխատեսումներն ամբողջական պատկերներ չեն տալիս։ Բաբայանի խոսքով չկողմնորոշված ընտրողների զգալի մասը կարող է քվեարկել ոչ թե գործող իշխանության կամ հայտնի ընդդիմադիր ուժերի, այլև նոր քաղաքական ուժերի օգտին։ Որևէ մեկը չի կարող այսօր երաշխավորել, որ ապագա խորհրդարանում լինելու են 3-4 կուսակցություն։ Բոլոր հիմնական փորձագետները, հարցումները, տարբեր տեսակի խոսակցությունները եւ ընդհանրապես տեղեկատվական հոսքերը մարդկանց տրամադրում են, որ ընտրական գործընթացներում շանսեր ունեն անցնելու մի քանի ուժ։ Ռեֆորմիստների կուսակցությունում վստահեցնում են, որ իրենց թիմը կարող է նոր որակ բերել քաղաքական մշակույթում, շեշտը դնելով օրենսդրական փոփոխությունների, ռեֆորմների եւ մասնագիտական աշխատանքի վրա։ Մենք մեր պրոֆեսիոնալ թիմով գտնում ենք, որ կարող ենք նոր որակ բերել քաղաքական մշակույթում, բանավեճի որակ բերել քաղաքական մշակույթում եւ ամենակարևորը զբաղվենք օրենսդրական փոփոխություններով, ռեֆորմներով, որպեսզի մեր երկիրը բարելավի եւ բարեփոխվի։ Վահան Բաբայանը նաև անդրադարձել է ընդդիմադիր ուժերին, նշելով, որ ընտրություններից հետո մանդատներից հրաժարվելու մասին սպասումներն իր գնահատմամբ իրատեսական չեն։ Նրա խոսքով, եթե ընդդիմադիր ուժերը պարտվեն կամ չստանան իրենց ակնկալած արդյունքը, միևնույն է, շարունակելու են աշխատել խորհրդարանում։ Բաբայանի գնահատմամբ այս ընտրապայքարում որոշ ուժերի համար առաջնայինը ոչ թե գաղափարական պայքարն է, այլ մանդատը։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է վստահ ընտրություն հանուն Հայաստանի ուղերձով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Նոր ուժ կուսակցությունը շարունակում է ներկայացնել նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։ Հայկ Մարությանի գլխավորած քաղաքական ուժը այս անգամ անդրադարձել է երիտասարդ ընտանիքներին աջակցելու եւ ծնելիությունը խթանելու ծրագրին, առաջարկելով երրորդ եւ հաջորդ երեխաների համար 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ Նոր ուժ կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը։ Քաղաքական ուժի հերթական ուղերձը վերաբերում է երիտասարդ ընտանիքներին աջակցելու եւ ծնելիությունը խթանելու հարցերին։ Հայկ Մարությանի խոսքով Հայաստանում դեմոգրաֆիկական իրավիճակը բարդ է, իսկ պետությունը չպետք է միայն հետևի գործընթացներին, այլ պետք է անմիջական աջակցություն ցուցաբերի ընտանիքներին։ Ինչ ենք առաջարկում մենք, սկսած երրորդ երեխայից յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքը կստանա 5 միլիոն դրամ միանվագ նպաստ, ինչպես նաև հարկային եւ վարկային արտոնություններ, օրինակ 5%-ով հիպոթեկային վարկ։ Երիտասարդ, էներգիայով եւ աշխատող մարդիկ շատ կարեւոր են պետության համար եւ պետությունը պետք է անպայման աջակցի իրենց։ Կուսակցությունն առաջարկում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրել 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ Ծրագրով նախատեսվում են նաև հարկային եւ վարկային արտոնություններ, այդ թվում 5%-ով հիպոթեկային վարկ։ Գնալու եմ ընտրելու եմ ձեր սպասի։ Նոր ուժը ընտրություններին մասնակցում է 5-րդ համարով կառուցենք կարգին երկիր ուղերձով։ Կուսակցությունում հայտնում են, որ երիտասարդ աշխատող եւ ընտանիք կազմող քաղաքացիների աջակցությունը պետության զարգացման կարևոր պայմաններից է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Անցնենք միջազգային նորություններին, Կիրակի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Կիևին, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ։ Ըստ որոշ լրատվամիջոցների Ռուսաստանը կիրառել է Արեշնիկ բալիստիկ հրթիռ, Կիևի ուղղությամբ արձակվել է տարբեր տեսակի 90 հրթիռ, որոնցից շատերը բալիստիկ 600 ԱԹՍ, իսկ Արեշնիկը հարվածել է Սպիտակ եկեղեցու տարածքին։ Կան զոհեր, վիրավորվել է առնվազն 83 մարդ։ Ռուսաստանի հարվածի հետևանքով վնասվել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության, կառավարության, հարկային ծառայության շենքերը, Ադրբեջանի դեսպանությունը, Ալբանիայի դեսպանի նստավայրը։ Իրանը եւ Միացյալ Նահանգները դեռևս հեռու են հաշտության վերջնական համաձայնագիր ստորագրելուց, այդուհանդերձ երկու կողմերը հարցերի մեծ մասի շուրջ համաձայնության են հասել։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ բանակցային գործընթացը բարդացնում են Միացյալ Նահանգների դիրքորոշման հաճախակի փոփոխությունները։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարին տեղափոխող ինքնաթիռը Ռուսաստանի սահմանի մոտ ենթարկվել է ռադիոէլեկտրոնային հարձակման։ Ինքնաթիռը 3 ժամ տևած թռիչքի ընթացքում բացակայել է ռադարներից։ Բրիտանական մամուլի հաղորդմամբ արբանյակային կապի անջատումից հետո նոթբուքներն ու սմարթֆոնները չեն կարողացել միանալ ինտերնետին, իսկ օդաչուները ստիպված են եղել օգտագործել նավիգացիայի պահուստային համակարգը։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Իսրայելական ինքնաթիռները կիրակի առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող առնվազն 5 բնակավայրի։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Ամենաուժեղ հարվածները հասցվել են Ջեփշիտ բնակավայրին, որն ըստ գործակալության մի ժամից էլ քիչ ժամանակահատվածում 5 անգամ ռմբակոծվել է։ Բաքբուկ շրջանում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 2-ը վիրավորվել են։ Հաղորդվում է նաև, որ իսրայելական ավիացիայի անօդաչու սարքերի եւ հրետանու հարվածների տակ են հայտնվել Լիբանանի հարավի առնվազն 15 քաղաքներ, այդ թվում Նաբաթիեի եւ Տիրի շրջանի դիրքերը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է մոտ ժամանակում հրաժարական ներկայացնի։ Վերջին ամիսներին Սերբիայում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երկրում պարբերաբար անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են Վուչիչի հրաժարականը։ Թուրքիայի ոստիկանությունը կիրակի օրը գրոհով վերցրել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանը Անկարայում, կիրառելով արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ կուսակցության աջակիցների եւ ներկայացուցիչների դեմ։ Գրոհը տեղի է ունեցել կուսակցության գործող ղեկավարության կողմնակիցների եւ դատարանի որոշմամբ նշանակված նոր վարչակազմի միջև բազմաժամյա դիմակայությունից հետո։ Ճգնաժամը սկսվել էր այն ժամանակ, երբ դատարանը չեղարկել էր Օզգյուր Օզելի ընտրությունները կուսակցության նախագահի պաշտոնում եւ ժամանակավորապես վերականգնել նախկին ղեկավարին։ Օզելի կողմնակիցները հրաժարվել էին ընդունել նոր ղեկավարությանը եւ մի քանի օր շարունակ վերահսկում էին կուսակցության շենքը։ Թուրքական իշխանությունները հերքում են քաղաքական ճնշումների մասին մեղադրանքները եւ պնդում, որ դատական համակարգը գործում է անկախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոս Ռամիլ Իմանովը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել Ջուլֆա-Թավրիզ մայրուղում, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ համաձայնության չեն գա, եթե այն ձեռնտու չլինի Իսրայելին։ Չեմ կարծում, որ Բիբին անհանգստացած է, կան մարդիկ, ովքեր կնախընտրեին գործարք, եւ կան մարդիկ, ովքեր կնախընտրեին վերսկսել պատերազմը։ Կարծում եմ Բիբին երկընտրանքի մեջ է այդ տարբերակների միջև, նշել է Թրամփը նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Դոնալդ Թրամփը նաև հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պահպանել Իրանի ծովային շրջափակումը մինչև կողմերի միջև համաձայնագրի կնքումը եւ ստորագրումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հայտնում են, որ Վաշինգտոնն ու Իրանը վերջին տարիների ընթացքում առավել մոտ են միջուկային համաձայնագիր կնքելուն, թեև վերջնական պայմանավորվածությունը դեռ ձեռք չի բերվել։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով բանակցությունները շուրջ 90-95%-ով ավարտված են, սակայն հիմնական դետալներից մի քանիսը դեռևս մնում են չլուծված։ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ համաձայնագիրը դեռ ամբողջությամբ բանակցված չէ եւ քննադատել էր իր ընդդիմախոսներին նշելով, որ վատ գործարքներ չեն կնքվում։ Վարչակազմի ներկայացուցիչների փոխանցմամբ այժմ քննարկվում է 60-օրյա շրջանակ, որի ընթացքում կողմերը պետք է ավարտին հասցնեն համապարփակ համաձայնագիրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաները նաև ընդգծել են, որ եթե բանակցությունները ձախողվեն, ռազմական տարբերակը շարունակում է մնալ սեղանին։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել սոցիալական աջակցության մի շարք մեխանիզմներ ժամանակավոր օթևանի տրամադրումից մինչև ընտանիքների անապահովության գնահատման կարգ։ Առաջարկվում է կարգավորել սոցիալական աջակցության մասին օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է համապատասխան օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ներկայացմամբ նախագծով հստակեցվել են ժամանակավոր օթևան տրամադրելու և խնամքի կազմակերպման հետ կապված դրույթները։ Հստակեցրել ենք ինչ է խնամքը,
Նաև ավելացրել ենք սոցիալական սպասարկող հասկացողությունը, մենք ունենք սոցիալական աշխատողներ, ունենք սոցիալական սատարողներ, հիմա ավելացնում ենք սոցիալական սպասարկող, բայց անպայման սոցիալական սպասարկողի համար նվազագույն պահանջներ ենք սահմանում, որպեսզի այդ մարդիկ եւս հավաստագրվեն։ Փոխնախարարը նշել է, որ նախագծով սահմանվում է նաև սոցիալական սպասարկող հասկացությունը։ Նախատեսվում են նվազագույն պահանջներ, որպեսզի ոլորտի աշխատակիցները կարողանան հավաստագրվել։ Դրանք հիմնականում հստակեցնում խնամք իրականացնող մարդիկ են, որոնք հագցնում են, լողացնում են, խնամք են իրականացնում, բայց դրա համար եւս որոշակի գիտելիք եւ հմտություններ են պահանջվում, որպեսզի ցանկացած անձ չկարողանա ասել, որ ինքս դայակ է կամ այլը։ Օրենսդրական փոփոխություններով հստակեցվել են նաև բնայիրային օգնությանը վերաբերող դրույթները, նաև ընտանիքի անապահովության գնահատման կարգը։ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ սոցիալական աջակցության նոր համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Սա շատ կարևոր է, որ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը հուլիսի 1-ից տարածվելու է բոլոր մարզերում, ամբողջ հանրապետությունում արդեն այս ճանապարհով են ընտանիքները ստանալու անապահովության նպաստ եւ շատ կարևոր է, որ օրենքում հստակ լինի, որ ընտանիքի բոլոր անդամների վերաբերյալ տեղեկատվությունը ինքնաշխատ հավաքվելու է մեզ մոտ, մշակվելու է բոլորի մասին տեղեկատվությունը եւ դրա հիման վրա նշանակվելու է անապահովության նպաստ։ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Նախագիծը կընդգրկվի ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Թողարկման այս հատվածում ձեզ ենք ներկայացնում մայիսի 18-ից 25-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20185 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 500 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ, 598 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 111 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 889 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 321, թմրանյութի հայտնաբերման 87, ֆիզիկական ներգործության 55, մարմնական վնասվածք պատճառելու 67, անձնական ունեցվածքի գողության 40, խարդախության, հոգեկան ներգործության 38-ական, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 41 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 33 հետախուզվող, 4 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։ 7 օրում գրանցված 79 ավտովթարի հետևանքով վնասվածք է ստացել 98-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 470 դեպք, 110 արտակարգ, մասնավորապես հրդեհի 49, հրդեհի ծագման սպառնալիքի 31, ճանապարհատրանսպորտային պատահարի 52, կենցաղային կանչի 149 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 61 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 101 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան աշտարակ ճանապարհին հայտնաբերել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 18-ամյա եւ Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա երկու երիտասարդի։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, կատարվում է նախաքննություն։
Քրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4.5 կիլոգրամ մարիխուանա, վարորդն ու ուղևորը ձերբակալվել են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան։ Տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Կոտայքի մարզի բարեկների հետ։ Մայիսի 19-ին ժամը 17:45-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին Hyundai Magnich ավտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4.5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց եւ զենք են հայտնաբերել։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։ Հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես նաեւ մորֆին, մարիխուանա եւ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ ու շոկոյով լցված կաթուցիչ եւ որսորդական հրացաններ։ Կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է։ Էրեբունու համայնքային ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ներկայանալով իբրև Երևանի հաշվառման քննական բաժնի աշտարակից առաջարկում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական եւ չարաշահելով տարբեր անձանց վստահությունը, խաբեությամբ հափշտակում է գումար։ Նմանատիպ խարդախությունների վերաբերյալ նաեւ հաղորդումներ էին ստացվել մարտի 20-ին, մայիսի 14-ին եւ 20-ին։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոհիշյալ անձի ինքնությունը։ Մայիսի 20-ին Երևանի հաշվառման քննական բաժնի տարածքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վկայական կարելի է ձեռք բերել բացառապես օրենքով սահմանված կարգով, հաջողությամբ հանձնելով տեսական եւ գործնական քննությունները, իսկ ապօրինություններն անխուսափելիորեն հայտնվելու են ոստիկանության տեսադաշտում, արժանանալով իրավական գնահատականի։ Կոտայքի պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ։ Մայիսի 19-ին ժամը 14-ի սահմաններում Կոտայքի մարզի պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս նկատել են սահմանափակ պատասխանատվության մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման եւ վերամշակման կետ։ Ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել եւ համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաեւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։ Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է 1 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար, արդյոք համայնքային ոստիկանների բացահայտումը։ Համայնքային ոստիկանության Արտիկի բաժնի ծառայողներն իրացնելով մայիսի 14-ին ստացած տեղեկությունները պարզել են, որ Արտիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համակարգացիների գումարի դիմաց իր Nissan Magnich մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին Արտիկ տեղափոխելուց հետո տվել խոստացված գումարը։ 28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արտիկում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ նախնական համաձայնությամբ հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համակարգացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց, խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20,000 դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին 4 համակարգացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։ Ըստ 28-ամյա երիտասարդի, Արտիկ վերադառնալուց հետո 34-ամյա համակարգացին տվել է խոստացված 100,000 դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համակարգացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, Արտիկ քաղաքի բնակիչ 28-ամյա եւ 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են, նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Եվ վերջում ձեզ ենք ներկայացնում Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, որում զգուշացվում է, որ մինչև մայիսի 28-ը անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաքում զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը եւ տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։ Նկարահանման հնարավորություն կտրվի մայիսի 28-ին սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաեւ ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։